վասնզի արդարը թեև 7 անգամալ ինը պիտի կանգնի, բայց ամփարիշները ցախորտության մեջ պիտի գործանին։ Արդարը թեև 7 անգամ ինը պիտի կանգնի, իսկ ամփարիշտը մեկ անգամ է ընկնում և գործանվում է։ Հարցը հետևյալն է. երբևիցե անգում ունեցել ես, ընկել ես, ոչ թե որ ոտքդ մի տեղ խփեցիր, դրա մասին չէ խոսքը, հավատքի կյանքում եւ ոչ միայն ընտանեկան կյանքում, սոցիալական կյանքում, տնտեսական կյանքում, կյանքի որևէ մեկ ոլորտի մեջ դու անգում ցախորտություն ունեցել ես, have you ever fallen? Երբևիցե հավատքի ոլորտի վրա ավելի շեշտադրենք, երբևիցե քո հավատքից Աստծո մոտենալուց հետո մինչ օրս, երբևիցե Աստծուն ամոթով թողել ես, ես երկու ցերկերս կարող եմ բարձրացնել եւ ասեմ այո, ոչ թե բարձանքով, այլ քիդակցությամբ, ամոթով։ Այո, բազում անգամներ ես Աստծույց ամոթով թողնել եմ։ Իսկ դու երբեք քո ծանոթների առաջ, ընկերների առաջ, քո ընտանիքի առաջ, քո գողակցի առաջ, քո ամուսնու առաջ, զավակների առաջ, կամ ինչ-որ մեկի առաջ ամոթով թողել ես ինքդ քեզ։ Գիտեք ինչ կա սիրելիներ, շատ հաճախ նմանավանդ եկեղեցական ոլորտներում հետևյալ խոսքերն ենք լսում կամ միտքը գա, որ եթե դու փրկված ես, եթե դու ապաշխարեցիր, այլևս դու երբեք մեղք չես գործի։ Դու այլևս երբեք չես, այսպես հավատացողներ կան։ Եվ մեր եղբայրներ քույրերն են, ասենք այլ մոլորակային չեն։ Այդպես են հավատում, որ այն օրը, որ դու կապաշխարես, կփրկվես, այլ մեղք չես գործի, որովհետև դու արդեն համարվում ես արդար, հետևաբար արդարները չեն ընկնում մեղքի մեջ, չեն ընկնում։ Բայց Աստվածաշունչը այլ բան է սովորեցնում ես։ Աստծո խոսքը քիչ առաջ կարդացին գսե արդարը ընկնում է։ Աստվածաշունչը երբեք չի ասում, որ արդարները չեն ընկնում, այլ ընդհանրապես ասում է, որ արդարները ընկնում են։ Եվ Աստված արդար է համարում նրան, քեզ, ինձ, մինչ մենք դեռևս մեր անկման վիճակում ենք, ընկել ենք մեղքի մեջ, հանցանքի մեջ կամ որևէ մեկ վիճակի մեջ, եթե մենք ընկել ենք, Աստված այդ ընկնողին արդար է համարում։ Վաու, մի րոպե, դեր Աստված, հասկանանք։ Ո՞նց կարա ընկած մարդը հանցանքի մեղքի կամ որևէ մեկ արդար համարվի քո աչքերի առաջ։ Եթե Աստվածաշունչը կարդացել եք մտադրությամբ, ոչ թե որպես քրագանություն, այլ մտադրությամբ, երբ որ կարդում եք, ծննդոցից հայտնություն։ Լի Աստվածաշունչը օրինակներով արդար մարդկանց, Աստծուն հետևող մարդկանց, որոնք խայդարակ անկումների մեջ էին հայտնվել։ Բայց Աստծո շնորհքով նորից ոտքի կանգնեցին եւ գնացին առաջ։ Ուրեմն Աստվածաշունչը լի է մարդկանցով, որոնք արդար համարվելուց յետ անկումների մեջ ընկան։ Գիտեք ինչու սիրելին է, որով Աստված շատ լավ է հասկանում մարդկային մեր գառուցվածքը եւ մեր դգարությունները։
Դրա համար, երբ որ ես ընկնում եմ, Աստված ինձ դեր եւս արդար է համարում։ Ինչու սա ուզում եմ, անգլերեն լավ խոսում եմ, let it sink։ Որովհետև Աստված շատ լավ է հասկանում, որ այս իմ զավակս, այս իմ թուստրս, որուն ես փրկեցի, իմ որդուս արյունով փրկակնեցի, դեր եւս նա մարդկային դգարությունների մեջ է եւ երեք ճակատներից ամեն օր բայկար ենք մղում։ Աստծո զավակները, փրկվածները, քրիստոնյաները, անոնք որոնք վերստին ծնունդ ունեցան, ամեն օր երբ արևը ձակ է գալիս, մենք երեք ճակատներից բայկարների առաջ ենք հայտնվում։ Առաջինը սատանայից, երկրորդը աշխարհից, երրորդը մեր մարմնից։ Եվ օսարակյալ փազում բարականերում ամենայն հստակությամբ շեշտադրեց եւ ցույց տվավ մեզի, որ հավատացյալը ամեն օր այս երեք ճակատներից բայկարների մեջ է եւ Աստծոց վրա մեր մարմնավոր դգարությունները եւ սահմանափակումները։ Դրա համար, երբ որ մենք գնգնենք, Աստված կշարունակի մեզ դեսնել որպես արդար։ Հիմա պիտի բացատրենք, թե ինչ է նշանակում արդար, righteous, dikaios։ Աստծո խոսքը բազում դեղեր եւ ամենեցայդուն առաջին Հովաննու 1:8-ի մեջ գսե, եթե գսե մեկը հիմա Հովանես Սարակյալը գրում է եկեղեցուն, Հովանես Սարակյալը գրում է հավատացյալներին, Հովանես Սարակյալը գրում է արդար համարվածներին եւ անոնց գսե, եթե ցեզ մեկը գսե, որ մեղք չունիմ, սուտ զրույց կնե, սուտ կխոսի, մեղավորներին չի գրում, ասոնց մեջ խորունկ իմաստ կա։ Հիմա Արագած 24:16 արդարը թեև 7 անգամ ինա նորեն պիտի կանգնի։ Ինչ տեսակ մարդ, Սողոմոնի իմաստուն, ինչ տեսակ մարդու մասին է խոսքը, արդարի մասին է։ Հիմա հոս մենք կտեսնենք սիրելներ երկու դասակարգի մարդկանց, արդարների եւ ամփարիչների։ Երկուքն էլ ընկնում են, արդարն էլ ընկնում է, ամփարիչն էլ, մեղավորն էլ, աշխարհիկն էլ ընկնում է, երկուսն էլ ընկնում են։ Հիմա հարցը այդևյանն է. ով ավելի շատ է ընկնում։ Լուսինե քուր։ Hello, no, շփոթվեցիր նորեն։ Բնական շփոթությունը մեզ համար է, նորեն հանցանք կորզեց, բայց դեպի Աստված քեզներ, sorry։ Գսենա, լավ, արդարը գսե, եթե 7 անգամ ինա, նորեն միտել է, իսկ ամփարիչը 1 անգամ գինա եւ գործանման գետա։ Հիմա երկու հոգի գա այստեղը, եւ արդար, եւ ամփարիչ։ Արդարը ընկնում է, այո, ամփարիչը ընկնում է, այո։ Ով ավելի շատ է ընկնում։ Արդարը առաջին անգամ գիմանաս Լուսինե քուրասիգա։ Չէ, գիտես ու աստվածաշունչը անկի։ Արդարը ավելի շատ է ընկնում, քան ամփարիչը։ Դարբերությունը գիտեք ինչու՞մն է սիրելներ։ Ոչ թե ընկնելն է, այլ ընկնելուց հետո ինչ է լինում։ Արդարը ոտի է կանգնում։ Իսկ ամփարիչը գործանման անգնում, հետո կանտրատարան։ Նայեցեք, հիմա եթե դու ընկած ես, նորից ընկնելու հնարավորություն չունես, չես կարա նորից ընկնես, պիտի ոտքի կանգնես, որ ընկնես։ Հստեղ շատ խորունկ ճշմարտություն մգավոր Աստվածաշունչը մեզի գուզե սորվեցնել, որ հարցը ընկնելը չէ սիրելներ, հարցը ընկնելուց հետո դու չես հաշտվում գետնի հետ, դու չես հաշտվում քո ընկած վիճակի հետ, դու սեփականացնում ես քո արարքը, հաշտվում ես դրա հետ եւ ոտի ես կանգնում եւ նորից ես ընկնում եւ նորից եւ այսպես մեր ամբողջ հավատքի կյանքը այս ծևով է նկարագրվում։
նորից ոտի ենք կանգնում եւ քրիստոնեական մեր ճանապարհորդության մեջ հաջողություն ունենալու գաղտնիքը սրա մեջ է կայանում։ Այո, ընկա, մեղանչեցի, հանցան կործեցի, Պերնես ոչ հարիր խոսք էլա, վիրավորեցի, ինչ որ է բարական։ Գիտակցության եմ գալիս, զղջում եմ, դերոջն եմ վազում, իր շնորհքը խնդրելու, ոտի եմ կանգնում, առաջ եմ գնում։ Նորից եղավ եւ այսպես հարցը ինչ է կատարվում անգլելուց հետո։ Նայեցեք, ինչու եմ այս բոլորը մենք շեշտադրում, որովհետև հավատացյալներով շրջապատված ենք ուզեմ գամչում եւ դարբեր տեսակի, դարբեր հայացքներ, դարբեր պերսպեկտիվ ունեցող հավատացյալների հետ ենք շփվում։ Միայն այս փողոցի վրա այդտեղ մենք Washington փողոցի վրա գարձեմ 27 հատ եկեղեցի կա, եթե չեմ սխալվում։ Washington, այսինքն մինչև ուրեմն Ֆերոքսից մինչև Սիերա Մադրե։ Եթե անենք Washington Avenue-ն, գարդեմ 27 հատ եկեղեցի, 27 եկեղեցիներն դարբեր, որոշ հարցում դարբեր մոդեցում ունեն։ Եվ մենք նրանց հետ ենք, ու պատկերացրեք ամբողջ Փասադինան, ամբողջ Կալիֆոռնիան, ամբողջ Ամերիկան, ամբողջ աշխարհը։ Ուրեմն ամեն դեղից մի ծան։ Հիմա հավատացյալներով իդանտիբինք, որոնք ապշած, զարմացած նայելի են ինձ, եթե ես հանցանքի կամ անգում ունենամ իմ հոգևոր կյանքում։ Զարմանալը ոնց եղավ։ Բա ոնց եղավ, որ Ահարոնը ընկավ։ Այս ոնց թույլ տվեցիր Ահարոն քեզ, որ այսպեսի բան անես, կամ ինձ կամ որևէ մեկիս։ Այս ինչ պատահեց, դու ինչ տեսակ հավատացյալ ես, որ դու ընկար, եւ ապշահարվում են, զարմանում են, որովհետև իրենց մտքի մեջ կա, որ եթե արդար է, չի նար։ Հիմա ասիկա ավետարան ըստ այս հավատացյալներուն է։ Գիտեք, Աստվածաշունչեր կա, the Bible according օրինակ John MacArthur, the Bible according to David Jeremiah։ Մտած Աստվածաշունչեր կան, որը հեղինակները հայտնի աստվածապաններ եղած են եւ according իրենց շատ կայս։ Հիմա այսպիսի մոդեցումներ կան according to Christians։ Բայց ես ուզում եմ գնալ according to Jesus, according to the Bible։ Աստվածաշունչը ինչ է ասում։ Գիտեք, սիրելիներ, զարմանում ենք կամ դարօրինակ է թվում մեզ, երբ որ մեկս հավատքի կյանքի մեջ ընկնում ենք, գիտեք ինչու, ասեմ սիրելիներ, շատ բարձ է, որով շատ հաճախ մենք շփոթել ենք արդարությունը կատարելության հետ։ We have confused righteousness with perfection։ Արդարություն, գիտեք, վստահ եմ, գիտեք ինչ կնշանակի, ինձ շատ ավելի լավ գիտեք եւ կարող եք ինձ դաս տալ եւ ես սիրով կընդունեմ, բայց փորձեմ ես իմ հասկացածս ցեզ հետ փոխեմ։ Արդարություն կնշանակի դեպը դեղի կունենա, արդարությամբ շիդակ աչքով գնայեմ, գվերլուծեմ եղածը եւ համապատասխան քայլեր գարնեմ։ Այս բարակայում Աստված երբ որ ասում է արդարը նա է ով երբ որ գինա նորեն պիտի ելե, այսինքն արդար է նա ով գիտակցում է, ով ընդունում է, որ ինք ընկավ, ով ընդունում եմ ես իմ սխալը եւ ասում եմ դեր ընդունում եմ որ ես սխալվեցի այս գործողությունում, մեղ գործեցի, հանցան գործեցի, երկրորդ քայլը ինչ է, գխոստովանիմ, դեր ներիր ինձ։ Այո, սխալ արեցի, ոչ միայն դերոջը, եթե եղբորս կամ քրոջս նեղացրեցի, քույրս, եղբայրս, ամուսինս ներողություն ես սխալ արի, գիտակցում եմ, բայց չի անեի, բայց արեցի, I'm sorry։ Երորդը գթարնամ այդ վիճակից, դերոջը գուքամ, կսեմ դեր շնորհ դուր շնորհքի վրա, անմար Հովանես Արաքյալը մեկ 18-ի մեջ կսեմ, վասնայգա մեզի շնորհքի վրա ավելացնու, խարիս էպի խարիս, շնորհքի վրա գուտա Աստված մեզ։
Այս է ավետարանի քեղեցկությունը սիրելիներ, որ մի անգամ չէ շնորհքը անընդհատ հորթում է, հոսում է մեր կյանքերում։ Դրա համար միշտ կարող ենք կալ մեր Տիրոջը եւ շնորհք ընդունիմ եւ այդ շնորհքը ընդունելիս ես ոտի եմ կանգնում եւ շարունակում եմ իմ հավատքի կյանքս։ Չեմ հաշտվում գետնի հետ։ I don't reconcile myself with the land, with the flow where I fell. Ոտի եմ կանգնում եւ գնում եմ առաջ։ Ասպիսին Աստված կհամարե դու արդար ես։ Դու արդար ես։ Հայաստանում, անոնք որոնք Հայաստան երկար ժամանակ ապրել են, այսպես Աստված քողականները կան, քողականներ։ Քող չեն, բան քողածո։ Այդպես է գոչվում, իրենց մաֆիայի պես բան քողականներ։ Շատ դեղեր կա Ռուսաստան, քողականները եւ երբ որ նոր Հայաստան կացեցին, որ քողականներ կան, երբ որ հարց ունենաս, իրենց մոտ են սկնում։ Երբ որ խնդիր ունենաս, որևէ մեկի հետ, այս քողականների մոտ կգնաս, քողականները այնպիսի փորձարու մարդիկ են, որոնք եւ վիկտիմին, եւ քեզ, որ դու որպես զոհն ես, եւ ով որ քո իրավունքը գիրավ գանչում են, եւ այսպես ծեվով ներքին թադավարություն են տեսնում, եւ ինչ կան որ տեսնեն, իրոք արդարությամբ դադում են եւ ով որ սխալ է բանջում են նրանից որպես ներողություն խնդրեք ան փոխհատուցի եւ իրական արդարության հիմունքներով էին կորձում ուրեմն երբ որ մենք գիտակցենք մեր վիճակին եւ այս կորձողությունը Աստված մեզի կհամարե արդար Աստված արդարությունը արդար չի նշանակում որ երբեք անգում չես ուներար հավատքի կյանքիդ մեջ։ No. Արդար կնշանակե հավատացյալ ես, փրկված ես, վերստին ծնունդ ունես, Սուրբ Հոգին քո մեջ է, հավատքի ճանապարհորդության մեջ ես, անգում ունեցար, գիտակցեցար այդ գործողությունը, որ նկարագրել, ոտի ես կանգնում եւ շարունակում ես։ Դու արդար ես համարվում։ Դու ճշգրտությամբ ես մոտենում այդ հարցերին։ Գիտեք շատ բաներ կան Աստվածաշնչում նման ճշմարտություններ եւ դարբեր այլ գսե Երանի ես նախորոք իմանա այդ բոլորս Երանի ունենայի գողքս հովիվը վարդապետը եղբայրը փորձը եւ այս բոլորը ինձի նախորոք սորվեցուցածլար Գիտեք ինչու սիրելիներ որ շատ աջախ նույնը ես եմ արել այն եղբայր քույրերիս որոնք անգում ունեցան իրենց հավատքի կյանքի մեջ եւ քննադատում էի, զրբարդում էի, հրաբարագում էի եւ տեսնում էի որ սխալ բան մգաոս այս մարդը ով որ է անգավ Աստվածաշունչը ուրիշ բան է սովորեցնում ինձ բայց ես այլ բան էի լսել եւ դաստիարակվել եւ այդ դաստիարակությունս ավելի հիմք է ընդունում կան Աստվածաշունչը եւ այսպես երբ որ մենք չիմանանք Աստվածաշունչի Աստուծո սրդի մոդեցումը եւ մոդեցումը մեր հանդեպ մենք կսխալվենք եւ ով որ ինգավ հավատքի կյանքի մեջ մենք անընդհատ քննադատողական հոգով կմոտենանք եւ ինչ կսենք how dare you fall It's ոնց է որ դու փոխանակ մոդենան գսենք ինչպես կարող եմ քեզ օգնել իմ ընկած եղբայր քույր բարեկամ ինչպես կարող այդ խոստան ինձ պետք չէ պետք է մոդենամ եւ օգնեմ որ շատ աջակ կարող ենք ինչպես կարող եմ քեզ օգնել but we don't mean it Վիկեն նկարիչը շատ մասնակետ նկարող նկարներ painting ունիր շատ քեղեցիկ painting ուներ նկարիչ եւ գուզե օրմա ստուկել որ այս իր նկարը ինչ որակի է եւ այդ իր ամենալավ գդոր նկարը գիչեցնե փոտ այսինքն անցած շաբաթ մեր դասարանի հետ բաժնեկցեցիք բայց կուզեմ որ ցեզ հետ բաժնեկցիմ ուրեմն իր այդ խոշոր նկարը գեղեցիկ ամենալավը գիչեցնե փողոց եւ ստենդի վրա գտնե հենարանի վրա իր նկարը եւ դա գրությունը գկրե անցորդները որ գարտան գսե եթե այս իմ նկարիս վրա թերություններ գտնեք սխալ նկարչում գողքը քրիչկա խնդրում եմ այդ քրիչը վերցրեք եւ հոն
խաչ մտրեք կամ նշան մտրեք, որ այս մասը ավելի կարելի է սրբակրել, սխալ բան մգա։ Հոն նոտ մգա եւ գերտա, դուն գերտա։ Երեկոյան կվերադառնա։ Մոդենալիս իր նկարին գտես թե ամբողջ նկարը խաչեր են։ X սխալ է ամբողջ նկարը ոչ մի լավ դեր չկա, շատ գվադանա։ Իր նկարը գվերցնի այդ իր նկարը շատ նեղված, զայրացած եւ իր վարբեդինքով գերտա։ Ընկերը, որ իրեն սովորացրել է նկարչությունը, իր մոտ կետա գսե նա ինչ արեցին։ Ոնց կարելի է գոնե մի անգուն շիդակ չկա գսե նկարչությանս մեջ եւ այդպես վրթված իր ընկերը իրեն գտարնա գսե բարեկամ հանգստացի հիմա ուրիշ բան ենք անելու ներսես շատ հետաքրքրական էր այս պատմությունը ինչ կնե գսե հիմա նստի նույն նկարից նույն կոպի-պե նույնից մի հատ էլ ներգի նկարի եւ վաղը առավոտ պիտի դիտենք նորեն նույն տեղը պիտի տնենք եւ այս անգամ ուրիշ մոդեցում պիտի ցուցաբերենք նորեն գբերեն նկարը դեղը գտնեն եւ այս անգամ դագը գքրե նոտմը գսե եթե նկարից վրա թերի բաներ գտեսնես խնդրում եմ սրբակրե եթե ձարի ջուրը դու ավեկեղեցիկ ձարը ջուղը կամ դերևն ինչ որ է խնդրում եմ սրբակրեք կթոնի գսե ներքևնալ վրցինգա ներգերը գա որբեսի ավելի քեղեցիկ քույները դա կև սրբակրե եւ դուն գերտա Բողոս այս մարդը իրիգունը գվերադառնա հիմա վախով գմոդենանենք ինչ պիտի գտեսնե որ վաու ոչ մեկը ծեր չէ դված նկարին գսե ոնց Երեք դրեցի ամբողջ սխալներ են, այսօր ոչ մեկը ծեր չէ սրբակրած։ Ընկերը իրեն գտարնա եւ գսե։ Մարդիկ հեշտությամբ քո վրա կարող են սխալներ գտնեն, բայց չունեն գիտությունը քեզ սրբակրել օգնեն, որ այդ թերությունները վերանան։ Մարդիկ միան դեսնում են քո սխալը, քո անգումը, քո անգած վիճակը, բայց ով գա այսօր որ կարող է մոդենայից գսել, ովիկ եկուր քեզ վերցնեմ, եղբայրքուրս քեզ վերցնեմ, սրբակրեմ, արի քեզի խորհուրդ տամ, այսի գերագուրդ տամ, արի հաց տամ, կամ հոգ դանի, սրբակրող չգա, միայն թե Հայաստան խոսում եմ, Հայաստանը սրեմ կարող ուշտեղր էլա, երբ որ գսե գովը կամ եզը փոսի մեջ ինա, թանագավորները կհավաքվեն Ով դանակ ունի մսավաճապոլը գավակին փոստի որ մորթեն։ Դիշտ ասիգա իսրեն, որը մենք ապրում ենք միջավայրի մեջ, ցավոք սրե դարբեր, փավոք կամ ցավոք չգիտեմ, բայց հավատացյալները կշ որ այս մոդեցում ունին եւ շատեր հրաժարվել են դվյալ եկեղեցին հաջախելուց, որովհետեւ իրենք գիտեք սիրեներ եկեղեցին Ոչ թե սուրբերի համար թանկարան մնե, որ սուրբեր գտնենք թանկարան, ամենալավ սուրբերն են ասում։ No. Եկեղեցին սուրբերու թանկարան չէ, եկեղեցին դուն մնե ընկածին, գոդրվածին, մեղավորին, հանցավորին, փողոցայինին, outcast-ին, forsaken եղածին, գարոդյալին, հիվանդին, Հիսուսին սավ, ես եկա հիվանդներին բժշկություն բերելի եւ ոչ թե առողջներին։ Անցած շաբաթ, երկու շաբաթ առաջ բայկովս Հարլի Դեյվիդսոնով Armenia project-ի ծրագրերով դարբեր քաղաքներ այցելեցի եւ ուրեմն state charge-վեցա Long Pine, հետո Mammoth Lake, վրանի մեջ մնացի, անդեն June Lake, Lake Tahoe եւ հասա Sacramento։ Սակրամենտոյում շատ անագնգալ հանդիպումներ ունեցան, ադամասին կխոսին կալ գիրագի երեգոյին, երբ որ բոլոր թրավիրված է, կխոսին ադամասին, ուրեմն հոն հանդիպեցա երիտասարդի, առաջին անգամ լինելով, Անդրեյ, Հովանես եղբայր, գրակ եւ փոց, Հիսուսի համար, ավետարանչին, երիտասարդ, շատ սև պատմություն ունեցած է, սև, 4-5 անգամ փանտ նստած ելած, Եվ այլն, Անդրեյ Միքայելյան, սիրում եմ քեզ եթե լսես, իր բաբանը սակում, ուրեմն գրագուփոց, ուրեմն պատմեց, բաժնի 8 ժամ նստած միասին զրուցեցինք, 8 ժամ մոտավորապես, հենց հանդիպեցինք, ուրեմն
բատմեց իր փորձառությունը իր կյանքը եւ սա Հովհաննես եղբայրը ես գավադան որ Աստված ինձ կանչած է to be the father for the fatherless եւ հիմա ինքը գազամագերբություն ունի բարեգործան որ անուն այսինքն լինել հայր որբերին to be father for եւ ինքը պիցցայի բիզնես ունի հոնդեղը իր պիցցայի բիզնես ապոչ գովան երկար բատում հիմա ուրեմն սա որ եւ ես այդ անոնք որոնք դուրս նետված են ամփարոյական հղի մնացած են աբորինի ասենք ամեն մեղավոր դասի ամենախավար մարդկանց հետ է կորձս թունց մեղավորների անոնց հետ է կորձը եւ դունս կհրավիրեմ երկու գիրագի առաջ ժողովը բիդունար ես երկու առաջ վերադարձա գուզեի մնալ բայց պետք է հոսքայի դինե ուրեմն 170 երիտասարդներ փողոցից բոլորին հավաքեցի դուն ճաշտամուն փարապանություն հյուրասիրություն ավետարանչություն եւ հիան ուրեմն գսե որ եւ գսե ես անոնց ուրեմն գսե եկեղեցի մն գնացի հոն սակրամ եկեղեցի մկացի եւ իմ մտադրություններս իմ դեսիր գսին ներկայացրեցի իսե ինձի հրավիրեցին որ այդ եկեղեցուն կա հայկական եկեղեցիներ հրավիրեցին որ հոն քարոզեմ իրենցի որ սիրով գտնունին բայց մենք պայմանով որև երբ որ ես հոսպիտիկամ երբ որ գուզե քարոզելու այդ բոլոր այդ անարակ ամբիդան ամփարո ասենք սրսկվող ամեն անոնք պիտի հրավիրեմ եկեղեցի անոնք պիտի դու կսե պատրաստ եք այդպիսի դասագարքի երդասարտների ընդունել ծեր նստարաններում առանց այսպես նայելու չէ մենք չենք կարող այդպես բան կենսերն են քարոզչությունը մենք չենք կարող այս մարդիկն հոսե որ հավատացյաններու դեղը դերոջը դունը սուրբ դեղը չենք կարող եւ սա չգնացի եւ ուրեմն ճիշտ հոսե սիրեներ արդարության եւ գադարելության միջև մենք գարձեստե կամ ոմանք լուրջ շփոթության մատնված են գսե արդարը 7 անգամ գինա եւ նորեն գելը Իսկ ամփարիշտը մեկ անգամ գինա եւ իր գործանման կգնա։ Նայեցեք։ Արդար չի նշանակում գադարյալ։ Եվ որ մենք ասիկա գմփրնենք, ամեն բան կփոխվի։ Արդար չի նշանակում perfect գադարյալ։ Արդար չի նշանակում որ դու երբեք չես ընկնում։ Հավատքի կյանքիդ մեջ։ Եվ ինչպես քչերաջ փորձեցի նկարագրել, արդար կնշանակե երբ որ ես ընկնում եմ, գիտակցում եմ, ընդունում եմ Չեմ արդարացնում, սեփականացնում եմ իմ սխալը, ընդունում եմ, այո ես սխալ եմ, չեմ արդարացնում եւ գնում եմ դերոջը շնորհածկահին շնորհք ընդունելու եւ առաջ գնալու։ Շնորհք եմ ընդունում, որ առաջ գնամ, բայց մինչ առաջ կգնամ նորից պիտի ընկնեմ։ Որը բայկար է կյանքը, հավատքի բայկարն է, անորոն Բողոս Սարաքյալը իր վերջին նամակում, իր վերջին նամակը, որ Դիմոթեոսին գքրե։ Ինչ կսե, Դիմոթեոս զավակը սկսե, Փարի բادرազմը բادرազմեցա, ընթացքս գադարեցի, հավատքս բահեցի ու հիմա գա ու գմնա ինձի Գենաց բսակը կամ փարած բսակը որ դերը զինք սիրողներուն պիտի դա։ Հիմա նայեցեք, Բողոս Սարաքյալը վիրավորված էր, վերքեր ուներ հավատքի կյանքի մեջ։ He had wounds. Բողոս Սարաքյալը բայկարներ ուներ։ Բողոս Սարաքյալը անգումներ ուներ իր անցյալում։ Բայց նա անընդհատ ոտքի էր գանկնում, նա բայկարում էր, նա առաջ էր գնում, նա դիրոջն էր վազում եւ շարունակում էր հավատալ։ Կանոնը գսե հավատքը բահեցի։ Դեմը չեկավ որ սկսեցի գասկածել Աստուծո հավատարմության վրա, հիմա որ ընկա, հիմա որ սխալվեցի, հիմա որ մոլորվեցի, Աստված, no։ Միշտ Աստծուն էր վազում, արդարը նա է ով ընկնում է եւ վազում է, վերադառնում է իդ Աստծուն։ Աստծուն։ Նորից շեշտեմ այս մեկը։ Արդար լինել չի նշանակում
անգում չունենալ հավատքի կյանքում, այլ կնշանակում է գմերժեմ մնալ իմ անգմանս մեջ, գմերժեմ արդարացնել եւ գմերժեմ պատճառաբանություններ ներկայացնել իմ վիճակիս մասին։ Չեմ արդարացնում։ Պատճառաբանություն, կես եթե այս ընդունիր, դիրոջը վերադարձիր։ Ղովդի մասին լսել ենք։ Ղովդը խայդարակ որոշում կայացրեց, խայդարակ։ Ետք իր աղջիկներից, այդ աղջիկների մի հեղի մնաց, խայդարակ վիճակ, Աստվածաշունչ գիտես ինչ կհամար է հոպին։ Արդար հոպը։ Եղբոր հետ գրվեց, առաջնահերթությունը ինքը վերցրեց, լավ հողերը վերցրեց, Սոդոմ Գոմորի արդար Ղովդ կգոչի Աստված իրեն։ Դավիթը Փերսափեի մեղքից իր ամուսնին դիպմամբ ծրագրված սպանել դվավ, բայց Աստվածաշունչը ինչ կսե Դավիթի մասին, կսե Դավիթը իմ սրտիս սիրելի մարդ է, արդար մարդ է։ Դավիթ Աբրահամը երկու անգամ սուտ խոսած իր գաշին պրգելու համար։ Մեկ անգամ Աբիմելեքի բարակայում Եգիպտոսում, մի անգամ էլ Եգիպտոսում Փարավոնի, մյուս անգամ Աբիմելեքի Քերարայի մեջ իր գնոջ խիստ քեղեցիկ լինելը տեսան, որովհետեւ իրեն չմերցնեն, ասա իմ քուրս է, վեկալեք, տարեք։ Էй ժանձախեց իր գնոջ, մի րոպե։ Բայց Աստված կսե արդարություն համարվեց Աբրահամին։ Նոյը նմանապես չրհեղից ետ մերգացավ, հարբեց, խայդարակ վիճակ, բայց կսե Աստված նոյ արդար մարդ էր։ Ինչ է գադարվում սա։ Պետրոսը նման երեք անգամ ուրացավ Հիսուսին, անիծից Հիսուս կսե դու արդար ես։ Պետրոս այս խոսքերով պարաֆրեզ գրեմ, արածե քարուկներս մեծակույն առաքելությունը տվավ։ Գրեցինեն շնորհքը անցնակիր կամ հրաման կամ արդոնություն չէ մեզի մեղ կործել, նոն շնորհքը ինձ արդոնություն չի դար մեղ կործելու, այլ շնորհքը ինչ է, շնորհքը ինձ կօգնե, երբ որ ինամ, որպեսզի ոտքի կանգնեմ։ Wow. Շնորհքը grace is not permission to stay down. Grace is the reason we can rise again. Անոմար երբեք մի թադի մեգումը ով դեր եւս իր ընկած վիճակում է, ընկած է, գտեսնես որ վեճնական եզրակացություն միներ իր ընկած վիճակում իրեն դեսած ժամանակը, ինչու որտեղ Աստված իր շնորհն է ուղարկել, գործում է եւ դրան հետ ոտքի պիտի հանե։ Բայց մենք շատ աջախ ինչ ենք անում, ես շատ աջախ ինչ եմ ալել, դեր ներիր ինձ, երբ որ մեկ ընկած է, գնաց բիտ վերջացավ։ Թժողքի մեջ ամեն լավ խորովածի չալաղաջի փայդեր վիդել լանիկա։ No, մի րոպե հովի։ Վեճնական եզրակացություն միներ։ Never judge somebody's whole story while they are lying in one fallen chapter. God may already be preparing their rising. Աստված աշխատում է նրանց վեր հանելու։ Մի թադի։ Արդար լինել չի նշանակում անմեղսունական sinless perfection անմեղսալիության գադարելություն չի նշանակում, որ ալես դու մեղ չես գործում։ No, արդար դա չի նշանակում։ Արդար կնշանակե, որ ամբողջ կյանքիս ընթացքում, երբ որ գինամ, ետ Աստծո կվերադառնամ։ Եվ վերջին միտքս ասեմ, այսօր մի քանի րոպե ավելի փորձեմ մի քանի րոպեից ավարտեմ, մի քանի րոպե։ Շնորհակալ եմ սերապերում լավ։ Անգումդ դեպ մնե եւ ոչ թե քո ինքնությունը։ Your fall is an event. It's not your identity. Greg, լավն էր ասիգա։ Լավ քարոզում եմ Greg։ Your fall, my fall is not, it's an event. It's not our identity. Սա շատ կարևոր է, որը շատ աջայ երբ որ ես գինամ գսեմ I'm a failure. No. I failed.
But I am not a failure. Այո, ես ընկա, բայց ես ցախողված մարդ չեմ։ Այո, ես այս սխալը արի, բայց իմ միտքս եկավ Ֆրեզնոյի այցելել մի քանի ամիսներ առաջ, ով որ Ֆրեզնո այցելել անպայման Թեհլերյանի հուշարձանը պետք է այցելե։ Թեհլերյանի հուշարձանը այցելելիս հետևյալ քրությունը կա։ Միշտ լսած ենք Թեհլերյանի երբ որ գտածվեր Գերմանիայում էր գարձեմ, չէ՞, ներսի սեղբեր, հայ։ Ինչը սավ ես մարդ սպաննեցի, բայց մարդասպան չեմ։ Ես ընկա հավատքի կյանքից մեր, բայց դա իմ ինքնությունը չէ։ Ոտքի եմ կանգնում։ Ետ վերադառնում եմ Աստծուն։ Աստված երբեք ինձ չի եւ իր զավակները չի բնորոշի քո կյանքում դեղի ունեցած այդ անգմանդ հետ։ Նորեն ասեմ, Աստված երբեք մեզ չի բնորոշի։ God doesn't define us. Մեր կյանքում այդ մեր ունեցած անգումով երբեք այլ Աստված մեզ կբնորոշի ըստ իր շնորհքին։ Ըստ իր շնորհքին։ Աստվածաշունչը երբեք չսեր որ արդարը չի ինար, բայց ինչ կսե, կսե որ արդարը երբ որ ինա երբեք հոն չի մնար։ Hello։ Աստվածաշունչը երբեք չի ասում որ արդարը երբեք չի ինար։ No։ Այն ինչ կսե, արդարը երբ որ ինա հոն չի մնար, այս է դարբերությունը։ Բայց անորենը գսե մեկ անգամ գինա եւ կգործանվի ինչու որտեւ անաբաշխարը ճունի foundation որու վրա կարող է հիմք ճունի որու վրա կարող է գնալ ճունի հենարանը ճունի դեղմա որուն կարող է գարչիլ եւ աստուծո է ճունի փրկության հաղորդակցություն անորմար ամփարիշտի եւ մի անգամ գինա and that's it. Այս համարով ավարտեմ։ Միքիա 7:8 Եթե անգման մեջ ես, եթե այս վիճակը քո կյանքը կնկարագրե, Աստվածաշունչը քեզ հիանալի պատգամ ունի եւ ինձի։ Միքիա 7:8 Ով իմ թշնամիս վրաս մի ծիծաղա, թեև ինամ բիդի ելեմ, թեև խավարի մեջ նստիմ, դեր ինձի լույս բիդի ըլլա, դերոջը փարգությունը բիդի գրեմ, քանզի անորդ է մեղ կործեցի, մինչև անիգա իմ թադս բաշպանե ու ինձի իրավունքն է, զիս և իմ լույսս, զիս լույսը բիդի հանե ու իրեն արդարությունը բիդի դեսնեմ։ Ով իմ թշնամիս, եթե ինամ մի ծիծաղա վրաս, որը նորեն պիտի վերցեմ, դերոջ շնորհքով նորեն պիտի կանգնիմ։ Ամենից եթե ընկած ես, մի հուսահատվի։ Դարձիր դիրոջը, արդարությամբ մոտեցիր դեղի ունեցածին, մի փնութակրի, որպես դու ցախողված ես, քո ինքնության մի վերածի, այլ դարձի դիրոջը եւ Աստված անընդհատ իր ցերկը ունի աչը եւ քեզ ոտքի պիտի կանգնեցնեմ։ Այլապես այս սարավոտ ոչ մեկս այստեղ պիտի լինենք, իր շնորհքով գնանք առաջ, օրհնվենք։